որտեվ ամենակարևոր բանն է, որ հոգով հարազատ մարդիկ միասնաբար լինեն։ Սկսում ենք Գործք առաքելոցի հաջորդ սերտողությունը, երրորդ դասընթացն է սա, ուղղակի հիշեցնեմ, առաջինը ներածական արեցինք, երկրորդը առաջի գլխի առաջի մասը սերտեցինք 1-ից 14-րդ հատվածները, իսկ հիմա խոսելու ենք 1-ից 15-ից 26 գլուխների մասին, որ բնականաբար նորից հրաշք է եւ արդեն քանի հոգի խմբի անդամներից մոտեցան ինձ ասելով, որ գործքը մի բացառիկ տեղ ունի իրենց կյանքում, որովհետեւ այն ինչ որ գործքից են սովորում, որովհետեւ չկա եւ դա ճշմարտություն է, ու առաջի սովորողը ես եմ, մեր սուրբ հայրերի մեկնությունների հիման վրա, որտեւ ինչպես որ նախորդ անգամ ասեցի, մեծ սուրբը Սուրբ Հովան Ոսկեբերանն ասում էր ու շատ բան չի փոխվել 400 թվականից մինչև 2026 թվական, որ սա մեծ գանձ է, որ մեզանից շատերը չգիտեն ու քանի որ չգիտեն, չեն առաջնորդվում, բայց արի ու տես, որ մեծ սրբերը նպատակ դրեցին Գործք առաքելոցը մեկնել եւ մենք ունենք իրենց մեկնությունները ու փառք Աստծո միասնաբար սերտելու ենք։ Ինչպես ամեն անգամ անում ենք, փորձենք մեկ հատ հիշել այն նյութը, ինչը որ նախորդ անգամ խոսեցինք, որից հետո արդեն այսօրվա նյութը կանենք։ Ես ընթերցեմ, որովհետեւ մեկը մյուսի հետ շատ կապված է նախորդ նյութը վերհիշեցնելու համար, բայց վիդեոները կան, ձայնագրությունները կան, կարող են դիտել, որից հետո արդեն այսօրվա նյութին կանցնենք։ Ուրեմն նախորդ նյութը, որ գործքի սկիզբն էր, այսպես էր, ասում է. Առաջին պատմությունը գրի առավ Թեոփիլե այն բոլոր բաների մասին, ինչ Հիսուս սկսեց անել եւ ուսուցանել սկզբից մինչեւ այն օրը, երբ Սուրբ Հոգու միջոցով պատվեր տվեց առաքյալներին, որոնց ինքն ընտրել էր եւ երկինք վերացավ։ Նա իր չարչարանքներից հետո իրեն կենթանի ներկայացրեց, նրանց առաջ շատ ապացույցներով 40 օրերի ընթացքում երևալով նրանց եւ խոսելով Աստծո արքայության մասին։ Եվ մի օր նրանց հետ հաց ուտելիս պատվեր տվեց նրանց, որ Երուսաղեմից չմեկնեն, այլ սպասեն հոր խոստումին, որը ասաց լսեցիք ինձնից, որովհետև Հովհաննեսը մկրտեց ջրով, բայց դուք այս օրերից ոչ շատ հետո պիտի մկրտվեք Սուրբ Հոգով։ Նրանք մոտենալով հարցրին նրան եւ ասացին. Տեր, այս ժամանակում է, որ վերահաստատելու ես Իսրայելի թագավորությունը։ Հիսուս նրանց ասաց. ձեզ տրված չէ իմանալ այն ժամերն ու ժամանակները, որ Հայրը հաստատեց իր իշխանության մեջ, այլ երբ Սուրբ Հոգին իջնի ձեր վրա, զորություն պիտի առնեք եւ ինձ վկաներ պիտի լինեք Երուսաղեմում, ամբողջ Հրեաստանում ու Սամարիայում եւ մինչեւ երկրի ծայրերը։ Եվ երբ այս խոսքերն ասանց, միշտ նրանք դեռ նայում էին, երկինք վերացավ, եւ ամպը նրան ծածկեց նրանց աչքերից։ Եվ մինչ իրենց աչքերը հառած նայում էին նրա երկինք գնալուն, ահա նրանց երևացին սպիտակ զգեստների մեջ երկու մարդիկ, որոնք եւ ասացին. ով գալիլեացիներ, ինչու կանգնած նայում եք երկնքին, այս Հիսուսը, որ ձեր միջից երկինք վերացավ, պիտի գա նույն ձևով, ինչպես տեսակ նրա երկինք գնալը։ Ապա Երուսաղեմ վերադարձան Ձիթենիաց կոչվող լեռից, որ Երուսաղեմին մոտ է շաբաթ օրն անցնելիք մի ճանապարհի չափ, եւ երբ քաղաք մտան, բարձրացան Վեժնատունը, որտեղ եւ բնակվում էին Պետրոսն ու Հակոբոսը, Հովհաննեսն ու Անդրեասը, Փիլիպոսն ու Թովմասը, Բարդուղիմեոսն ու Մատթեոսը, Ալփիոսի որդի Հակոբոսն ու նախանձահույս Շմավոնը եւ Հակոբոսի որդի Հուդան։ Սրանք բոլորը միասիրտ հարատևորեն աղոթքի մեջ էին կանանց եւ Հիսուսի մոր Մարիամի ու նրա եղբայրների հետ։ Սա էր նախորդ նյութը, որ հրաշք էր, եւ այսօրվա նյութը հիմա պիտի ընթերցենք, որ ավելի կարճ է, որ հետեւյալն է։ Ասում է, եւ այն օրերին Պետրոսը վեր կացավ եղբայրների մեջ եւ այնտեղ 120 հոգու չափ հավատացյալների բազմություն կար եւ ասաց. ով եղբայրներ, պետք է որ կատարվեր գրվածքը, ինչ որ նախորոք Սուրբ Հոգին ասել էր Դավթի բերանով Հուդայի մասին, որ Հիսուսին բռնողներին առաջնորդ եղավ, որովհետեւ նա մեզ հետ մեր խմբի մեջ էր եւ նրան էլ վիճակված էր այն սպասավորությունը, սա իր անիրավության վարձով մի ագարակ գնեց եւ ուռչելով մեջտեղից պատռվեց եւ նրա ամբողջ փորը դուրս թափվեց։ Եվ այս բանը հայտնի եղավ բոլոր նրանց, որոնք Երուսաղեմում էին բնակվում, այնպես որ մինչև իսկ այն ագարակը կոչվեց իրենց բարբառով Ակեղդամա, այսինքն արյան ագարակ։ Որովհետև Սաղմոսների գրքում գրված է. թող նրա տուն ավերակ լինի եւ չգտնվի մեկը, որ նրա մեջ բնակվի, եւ նրա պաշտոնը թող ուրիշն առնի։ Արդ մեկն այս մարդկանցից, որոնք մեզ ուղեկցում էին այս ամբողջ ժամանակ, երբ Հիսուս երկրի վրա մեզ հետ էր, սկսած Հովհաննեսի մկրտությունից մինչև այն օրը, երբ մեր միջից երկինք վերացավ, պետք է որ նա մեզ հետ վկա լինի նրա հարությանը։ Եվ ներկայացրին երկուսին Հովսեփին, որին Բարսաբա էին կոչում եւ որ վերանվանվեց Հուստոս, ու Մատաթիային, եւ աղոթք անելով ասացին. Տեր,
Դու որ գիտես բոլորի սրտերը եւ ցույց տուր այս երկուսից մեկին, որին ընտրեցիր, որպեսզի առնի վիճակն այն պաշտոնի եւ առաքելության, որից Հուդան ընկավ իր տեղը գնալու համար։ Եվ նրանց համար վիճակ գցեցին, վիճակը ելավ Մատաթիային, եւ սա դասվեց 11 առաքյալների հետ։ Ուրեմն այսօրվա նյութը սա է, հետաքրքիր նյութ է շատ, բոլորն են բնականաբար հետաքրքիր, եւ ինչպես մեր եկեղեցու հայրերն են անում, ու ես անդադար email-ներով վստահ եմ 3 շաբթի եմ որոշել ուղարկել, որ 2 օր ժամանակ ունենաք սերտելու համար մեր հայրերից, ընդհանրական հայրերից եւ մեր եկեղեցու վարդապետներից Գևորգ Սկևրացու մեկնությունն ուղարկում եմ, որ պատրաստվենք ու գանք ու տեսնում ենք, թե ինչպես իրենք նախադասություն առ նախադասություն հայրերը մեկնում են այն ինչ որ Սուրբ Գրքում գրված է եւ նույն ձևով մենք պիտի փորձենք անել օգտվելով իրանցից եւ առաջին նախադասությունը հետեւյալն է. Եվ այն օրերին Պետրոսը վեր կացավ եղբայրների մեջ եւ այնտեղ 120 հոգու չափ հավատացյալների բազմություն կար եւ ասաց. Նախ հետաքրքրորեն Ղուկաս ավետարանիչը Պետրոսին առաջ է քաշում եւ սա պատահական չէ եւ կապ ուզում եմ միանգամից տեսնենք հենց ավետարանների մեջ։ Նույն Ղուկասը իր 22-րդ գլխում հիշեցնում էր մեզ այն բառերը, ինչ որ Տերն ասեց Պետրոսին, ասելով. Սիմոն, Սիմոն, ահա սատանան ուզեց քեզ ցորենի նման մաղել, բայց ես աղոթեցի քեզ համար, որպեսզի քո հավատը չպակասի, եւ դու երբ վերադառնաս ինձ, հաստատես քո եղբայրներին։ Այս վերջի մասերը ընդգծել եմ, որ երբ վերադառնաս ինձ, հաստատես քո եղբայրներին։ Ուրեմն Տերն աղոթեց, որ Պետրոս Սիմոնի հավատը չպակասի, որովհետև այդ հավատը պետք էր ոչ միայն Պետրոսի համար, այլ պետք էր նաև եղբայրների համար, բոլոր նրանց համար, որոնց որ Քրիստոս ընտրել էր։ Եվ ահա թե ինչու Պետրոսն առաջինն է, որ վեր է կենում եւ սկսում է խոսել։ Եվ հետաքրքրորեն սա միջև խաչելությունն էր, որ Քրիստոս ասաց այս բառերը, իսկ արդեն խաչելությունից, հարությունից հետո, մինչև համբարձումը, մեկ այլ բան էլ ասաց Պետրոսին, որ արդեն գրված է Հովհաննես 21-ի մեջ, որ կհիշեք բոլորս հիշում ենք այս պարագան, որ ասեց Սիմոն որդի Հովնանի, սիրում ես ինձ, ավելի քան դրանք։ Սա ասաց նրան, այո Տեր, եւ դու գիտես, որ սիրում եմ քեզ, նրան ասաց, արածեցրու իմ գառներին։ Եվ 3 անգամ կրկնեց այս հարցադրումը եւ 3 անգամ էլ պատասխան ստացավ։ Եվ փաստորեն այն ինչ որ Քրիստոս ասաց, որ արածեցրու իմ գառներին, ահա Պետրոս կատարում էր եւ առաջի քայլը այդ արածեցնելու վկայությունն է Քրիստոսի մասին, ինչ որ Պետրոսն ասում էր։ Հետաքրքիր է, որ նաեւ Ղուկասը այստեղ կարծես թե փակագծերի մեջ ասում է, որ մոտավորապես 120 հոգի կային։ Ուշադրություն դարձրեք, համբարձման օրը այդքան շատ մարդ չկար։ Համբարձումից միջև հոգեգալուց 10 օր են կած ընդամենը։ 10 օրվա ընթացքում 120 հոգի էր հավաքվել արդեն եւ բնականաբար հայրերն ասում են, սա հենց նոր հավաքվածները չէին, որտեղ ավետարաններից գիտենք, որ 70 նաեւ ուրիշ առաքյալ ուներ, աշակերտ ուներ Քրիստոս, որոնց նորից ուղարկում էր, ուրեմն թիվը 12 չէ, շատ ավելին էր, իսկ միտեղ արդեն Պողոս առաքյալն է վկայում առաջի Կորինթացիս 15-ի մեջ, որ ասում է 500 հոգու միանգամից Հիսուս երևաց, 500 հավատացյալների։ Այսինքն մոտավորապես ինչու են այս թվերը կարևոր, որ պատկերացնենք, որ առաջի եկեղեցին, նոր ծնված եկեղեցին կամ ծնվող եկեղեցին, որովհետև հոգեգալուստով է, որ ծնվելու է իբրև այդպիսին, արդեն ուներ մի քանի 100 հավատացյալ։ Այսօր ունենք 2 միլիարդից ավել քրիստոնյա։ Նոր ենք սկսում 120 հոգի կամ 500 հոգի եւ այս մարդիկ են, որ պիտի ամբողջ աշխարհը փոխեն, պիտի փոխեն իրենց հավատով, իրենց նվիրվածությամբ եւ Քրիստոսին հետևելով ու ամբողջ գործառաքելոցը հենց այս գիրք առաքյալների գործեր, որ վերնագիրն է, հենց նրանց գործերի ու նրանց կատարած ոչ միայն սխրանքների, այլ հավատի գործերի մասին է, թե ինչպես են իրենք ապրելու այս ամբողջ իրենց կյանքը։ Եվ ընդհանրապես ուզում եմ հիշեցնել, գործառաքելոցը 30 տարվա եկեղեցու պատմությունն է, առաջին եկեղեցու 30 տարվա պատմությունն է եւ այս 30 տարին մեզ հազարավոր տարիների դաս է տալիս, բոլոր սերունդներին, քրիստոնյաներին դաս է տալիս, թե ինչպես պիտի եկեղեցին ինքն իրեն կազմավորի եւ ինչպես պիտի ապրի եկեղեցին եւ հաճախ ված չէր լինի, որ մենք նորից վերհիշենք գործքի, այսինքն առաջի եկեղեցու շրջանը, որպեսզի դասեր քաղենք եւ սխալներից հեռանանք։ Եվ երկրորդ նախադասությունը հետևյալն էր, ով եղբայրներ, պետք է որ կատարվեր գրվածքը, ինչ որ նախորոք Սուրբ Հոգին ասել էր Դավթի բերանով Հուդայի մասին։
Ուրեմն նախ հետաքրքիր մի միտք կա, որ այստեղ Պետրոսը սկսում է եղբայրներ բառով։ Եվ սա պատահական չի, որովհետև այս բառը այն է, ինչ որ եկեղեցին կոչված էր լինելու։ Եվ այս բառը այն էր, ինչ որ Քրիստոս իրենց ուսուցանեց։ Ուշադրություն դարձեք Մատթեոս 28-ի մեջ, մենք ընթերցում ենք, որ հարուցյալ Քրիստոս, երբ որ երևաց կանանց գերեզմանի մոտ, հետևյալ բառերն ասաց. «Մի վախեցեք, գնացեք ասացեք իմ եղբայրներին, որ գնան Գալիլեա եւ այնտեղ ինձ տեսնեն»։ Ուրեմն փաստորեն դուրս է գալիս, որ Քրիստոս հենց առաջի իսկ իմաստով հարությունից հետո բերեց այդ միտքը, որ այլևս դուք իրար հարազատներ եք, եղբայրներ ու քույրեր եք։ Եվ այդ հարազատությունը երբեմն մենք ուղղակի բառերով ենք նշում, հաճախ նաև տեսնում ենք տարբեր աղանդների մեջ, որ ուղղակի բառերով կոչում են, բայց այստեղ բառը չի կարևոր, այստեղ վերաբերմունքն է կարևոր։ Արդյոք մենք իրապես մեկս մյուսին իբրև հարազատի ենք ընդունում, իբրև հոգի հարազատի ենք ընդունում։ Քրիստոս սա պատվիրեց, եւ ահա Քրիստոսի պատվեջն է, որ Պետրոս առաքյալը կատարում է, ու առաջի իսկ միտքը, որ ասում է, հետեւյալն էր. ով եղբայրներ, պետք է որ կատարվեր գրվածքը, ինչ որ նախորոք Սուրբ Հոգին ասել էր Դավթի բերանով Հուդայի մասին։ Այստեղ մի շատ կարևոր բացահայտում կա։ Մանավանդ հիմա, մանավանդ մեր շրջանակում, ցավոք սրտի նաև մեր եկեղեցու հավատացյալների մեջ ոչ բոլորի, բայց բավական շատ են այն մարդիկ, ովքեր որ 5 կտակարանը մերժում են կամ երկրորդական են համարում կամ անկարևոր են համարում, ասում են սա հրեաների պատմություններ, ստեղ հրեաների մասին է միայն, եւ արի ու տես գործքը մեզ մի շատ մեծ ճշմարտություն է բացահայտում, որ 5 կտակարանում Սուրբ Հոգին էր խոսում։ Իսկ Սուրբ Հոգին ինքը ճշմարիտ Աստված է, Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի։ Մենք հավատում ենք Գեորգիությանը։ Ու դրա համար էր ասում, որ փաստորեն Սուրբ Հոգին էր խոսում Դավիթի բերանով։ Դավիթը փաստորեն ընդամենը միջոց էր, գործիք էր, որին օգտագործում էր Աստված Սուրբ Հոգին խոսելու։ Եվ սա շատ կարևոր է, ու այստեղ փաստորեն վավերացնում է 5 կտակարանը, որովհետև 5 կտակարանն նույն Աստծո խոսքն է, այնտեղ էլ Աստված էր խոսում, օգտագործում էր մարդկանց։ Եթե 5 կտակարանում Աստված օգտագործում էր Դավիթին, նոր կտակարանում օգտագործում է Պետրոսին, եւ նույն Սուրբ Հոգին է, որ օգտագործում է եւ մյուսին, եւ երկրորդին։ Եվ այս շատ կարևոր հանգամանք է, որ մենք հասկանանք եւ այդպես երկրորդական ոչ կարևոր չդիտենք 5 կտակարանը։ Ցավոք սրտի մեր եկեղեցնում արդեն պատարակների ժամանակ 5 կտակարանի ընթերցանությունը չենք էլ անում, որը շատ ցավալի է։ Մեկը անընդունելի է սա, ամբողջությունը Աստվածաշունչ Մատյանը, եւ սա շատ կարևոր է, որ հասկանանք, ու ահա թե ինչի Պետրոսը հիշեցնում է, որ Սուրբ Հոգին էր խոսում 5 կտակարանում Դավիթի բերանով։ Եվ հետաքրքիր է, այստեղ առաջի անգամ հիշեցնում է նաև Հուդայի մասին եւ փաստորեն ասում է, որ ոչ միայն Հիսուսի մասին կար 5 կտակարանում մարգարեություն, այլ անգամ Հուդայի մասին կար, իսկ Հուդան այս ամբողջ կոնտեքստի մեջ ցավալիորեն կենտրոնական կերպար է, ամբողջ այս քարոզը, որ Պետրոսը հիմա տալիս է, Պետրոսի առաջի քարոզն է։ Պետրոսը, եթե կհիշեք, ասեցինք մի քանի քարոզ ունի, մոտ 7 քարոզ ունի գործքի մեջ, առաջինը սա է եւ այստեղ կենտրոնական կերպարը Հուդան է, որը ընկավ եւ որը պիտի վերականգնվեր։ Այսինքն ինչ էր կատարվում, եկեղեցին իրեն վերանորոգում էր։ Մի բան, որ այսօր էլ մենք շատ կարիք ունենք կատարելու, ու ես դեռ սրա մասին պիտի խոսեմ։ Եվ նաև շարունակում է բացատրելու թե ով էր Հուդան, ասում էր, որ Հիսուսին բռնողներին առաջնորդ եղավ, որովհետև նա մեզ հետ էր, մեր խմբի մեջ էր, եւ նրան էլ վիճակված էր այս սպասավորությունը։ Հետաքրքիր է, առաջնորդ բառը կարևոր բառ է, բայց հունարեն բառը նաև ուրիշ իմաստ է մեզ տալիս, որ հոդեգոս բառն է, իսկ հոդոս նշանակում է ճանապարհ։ Այսինքն ճանապարհ ցույց տվող։ Եվ սա շատ կարևոր է, մեզանից յուրաքանչյուրն էլ իր կյանքում ճանապարհ է ցույց տալիս, վստահաբար մեր կյանքում եղել է, մեզ հարցել են ինչպես ես կամ այնտեղը գնամ ու բազում անգամ ա եղել, եւ մենք ուղղորդել ենք, ասել ենք այսպես կգնաս, հետո այնպես կանես, ձախ կամ աջ կթեքվես։ Շատ կարևոր է իմանալ, թե ով է մեզ ճանապարհ ցույց տալիս, եւ մեկ եւ երկրորդ ուր է մեզ ուղղորդում։ Հուդան ճանապարհ էր ցույց տալիս, բայց դեպի սպանություն, դեպի կործանում։ Քրիստոնյան կոչված է ճանապարհը ցույց տալ դեպի Քրիստոս, որովհետև պատահական չի, որ
Հովանու 14-ի մեջ Քրիստոս իրեն կոչեց կյանք, ճանապարհ եւ ճշմարտություն։ Ուրեմն այս երկու տարբեր ընկալումները կան։ Հուդան ճանապարհ ցույց տվող էր, բայց դեպի մահ, իսկ քրիստոնյան կոչված է իր ճանապարհը ցույց տալ մարդկանց դեպի Քրիստոս։ Եվ եթե այս երկուսը չեն լինում, եթե մենք ուրիշներին ցույց ենք տալիս, չգիտեմ, թմրամոլության ճանապարհը, ասենք խաղամոլության ճանապարհը, մեղքի ճանապարհը եւ այլն, մենք շատ ավելի մեծ պատիժ ենք ստանալու, այսօր քիչ չի, որ կամա թե ակամա մենք ուրիշ ճանապարհներ ենք ցույց տալիս մարդկանց, մինչդեռ մենք կոչված ենք Քրիստոսին ցույց տալու։ Իսկ երբ որ ուզում ենք Քրիստոսին ցույց տանք, գիտենք միգուցե ամաչում ենք հաճախ, որովհետև հասարակությունը միգուցե սխալ ընկալի մեզ։ Հետաքրքիր է Սուրբ Հովան Ոսկեբերանի մոտեցումը, եթե ընթերցեցիք, որ ասում է Պետրոս առաքյալը այնքան զուսպ է խոսում Հուդայի մասին։ Կարող էր ասել, այսինքն այս անօրենը, դավաճանը, սրիկան եւ բոլորն էլ ճիշտ կլինեն, որովհետեւ ամենավատ մարդն է միգուցե Հուդան, որովհետեւ ուներ այդքան օրհնություն ու այդ օրհնությունների հետ այսքան վատ վերաբերվեց Քրիստոսի հետ։ Բայց երբեք վատ բառեր, ածականներ չի նշում Պետրոսը։ Ուղղակի փաստն է ներկայացնում առանց հայոյալից խոսքերի, որ մեկն էր, որ Հիսուսին բռնողներին ճանապարհ ցույց տվեց։ Եվ նաև շարունակում է, հիմա իր խնդիրն է բերում, որովհետև նա մեզ հետ էր, մեր խմբի մեջ էր եւ նրան էլ վիճակված էր այս սպասավորությունը։ Եթե որևէ ուրիշ մեկը լիներ ճանապարհ ցույց տալ Քրիստոսին բռնելու, այդքան մեծ պատիժ չէր ունենա, բայց Պետրոսն ասում է, այ մեկը ցույց տվեց, որը մեզ հետ էր, մեր խմբի մեջ էր եւ նրան էլ վիճակված էր այս սպասավորությունը։ Սպասավորությունը հունարենով դիակոնիա բառն է։ Այստեղից էլ նաև սարկավակություն բառն է, դիքն, սարկավակ։ Այսինքն իրականում առաքյալների գործը, առաքելությունը սպասավորություն է։ Ու սա շատ կարևոր է, որ մեզանից սկսած առաքյալներից մինչև պարզ հայկը մեր առաքելությունը սպասավորություն է, սպասավորենք մեկս մյուսին։ Եվ Հուդան էլ նույնպես կոչված էր այդ սպասավորության, որին ինքը փաստորեն չմնաց։ Շատ հետաքրքիր միտք է ասում Հերոնիմոսը 4-րդ դարի մեծ կաթոլիկ եկեղեցու սուրբը, որը որ ինքն է լինելով արդեն բարձրաստիճան հոգևորական եպիսկոպոս, ասում ուշադիր եղեք, եպիսկոպոսներ, քահանաներ, ճգնավորներ, վարդապետներ եւ պարզ ժողովուրդ։ Եթե ամենաբարձր դիրքում կանգնած առաքյալը անկում ապրեց, մեզանից յուրաքանչյուրն էլ կարող է անկում ապրել։ Ուսում զգուշ լինենք, եւ այս բառերն եմ ուզում, որ հանկարծ մենք մեզ անսխալական ու անսասան, այսինքն անգլերենով unshakable չկարծենք, որ ասելով, որ մենք ինչ էլ լինի, Պետրոսի նման մենք ամուր ենք, մենք չենք սասանվելու, մենք չենք ուրանալու։ Եթե Հուդան ուրացավ, ուրեմն բոլորս կարող ենք ուրանալ, ասում են։ Ու դրա համար Հուդայի օրինակը մեզ համար ոչ թե անեծքի կամ ինչ-որ ծաղրի առիթ է, որ ծաղրենք այս մարդուն, ընդհակառակը դաս է մեզ, որ ունենալով այսքան բարձր դիրք, եթե ինքը ընկավ, ուրեմն մենք էլ կարող ենք ընկնել ու դրա համար արթունության կոչ է Հուդայի կերպարը մեզ, որ մշտապես լինենք արթուն։ Իսկ հետաքրքիր Ագոստինոս Երանելին 5-րդ դարի էլի նույն շրջանի ապրող անձանցից մեկը ասում էր, որ Հուդան ինքը այսօր այդ բառն ենք օգտագործում, իհարկե ինքը այդ բառը չէր օգտագործում, տոքսիկ էր։ Այսինքն ինքը վարակիչ էր։ Բայց ասում է հետաքրքրորեն ինքը առաքյալներին չկարողացավ վարակել, որտեղ առաքյալներն ամուր էին իրենց հավատքի ու կոչումի մեջ։ Բայց նորից այստեղ այդ միտքն է գալիս, զգուշ լինենք, որտեղ եթե խմբում, այս դեպքում առաքյալների խմբում կամ մեր խմբում կամ որևէ մի եկեղեցում, եթե կան նման մարդիկ, ովքեր որ վարակիչ են, տոքսիկ են իրենց էությամբ, միշտ դժգոհ, միշտ վատաբանող, միշտ բամբասող, միշտ մենակ վատն է զգում իրենից, հաճախ իրենք նաև խմորով են վատ առումով միջավայրը եւ ցույց է տալի, որ առաքյալներն այնքան զորեղ էին, որ իրենք չխմորվեցին Հուդայի հետ ու դրա համար Հուդան դուրս մնաց։ Այլապես ինքը կարող էր երկրորդ, երրորդ, չորրորդին իրեն իբրև գործակից ընդունել, բայց այդպիսի բան չեղավ, ու ասում է ուշադրություն դարձնենք նաև նրան ու առաքյալներից այս անգամ սովորենք, որ ամուր լինենք Քրիստոսի սիրո մեջ, որ հանկարծ կողքինները, նույնիսկ մեր անմիջական ծառայակիցը կամ ընտանիքի անդամը, որտեղ եղբայրության մասին է այստեղ խոսքը, եթե այդպիսին է, միևնույնն է մենք կարողանանք պահել մեր հավատքը ու նվիրվածությունը Քրիստոսին։ Ու դրա համար ուզեցի նաև այս միտքը բերել, ճանապարհը ցույց տվող առաջնորդ կա, սակայն որ ճանապարհն ենք ընտրում, մահվան թե կյանքի։ Եվ այստեղ Ջոն Մաքսվել անունով մի ամերիկացի հեղինակ կա, որ
համարվում այս վերջի շրջանում շատ 20 քանի միլիոն գրքեր ա վաճառել եւ այս միտքը այնքան գեղեցիկ էր ուզեցի ձեր հետ հիշել ինքը մեր ժամանակակիցն ասում է a leader is one who knows the way goes the way and shows the way առաջնորդը մեկն է որ գիտի ճանապարհը գնում է այդ ճանապարհով եւ ցույց է տալիս ուրիշներին էլ այդ ճանապարհը եւ իրապես էլ այստեղ առաջնորդներ կարող են լինել լավ առաջնորդներ լինել բայց արդյոք ճիշտ թե սխալ առաջնորդը այստեղ է հարցը որովհետեւ Հուդան առաջնորդեց դեպի մահ ու կործանում առաքյալներն առաջնորդեցին դեպի կյանք մենք կոչված ենք առաջնորդ լինելու ուզենք թե չուզենք Աստված յուրաքանչյուրին իր չափով առաջնորդ է նշանակել որովհետեւ քո կյանքում եթե կոչված ես ծնող լինելու ամենապարզ բան ասեմ ուզես թե չուզես քո զավակի առաջնորդող անձն ես դու լինի մայր թե հայր եւ իմանանք թե ճանապարհը որն է մեր անմիջական շրջապատի, ասենք զավակի համար, քայլենք այդ ճանապարհով, որ Քրիստոսի ճանապարհն է, եւ նաեւ ցույց տանք, որ սա է այդ ճանապարհը, եկեք մեր հետ։ Եվ սա է իրականությունը, ու մեզանից յուրաքանչյուր այս գիտակցությունը պիտի ունենա, եւ այստեղ այս թռչունների երամն էլ իրապես շատ հետաքրքիր է, որ անգամ կենթանիների մեջ էլ էս առաջնորդությունը կա։ Ընտրում են առաջնորդի ու առաջնորդը ուր որ տարավ, այնտեղ էլ ամբողջ երամն է գնում։ Շարունակում է Հուդայի մասին խոսելով, ասելով, որ սա իր անիրավության վարձով միագարակ գնեց եւ ուրչելով մեջտեղից պատռվեց ու նրա ամբողջ փորը դուրս թափվեց։ Հետաքրքիր մի միտք ասեմ, որ ուրչելով մեջտեղից պատռվեց եւ նրա ամբողջ փորը դուրս թափվեց այս տեքստը հայկական է, գրաբարյան տեքստ է։ Արևմտյան տեքստը չունի այս բառերը։ Ավելի շատ այն միտքն է, որ վերևից ընկավ եւ պատռվեց կամ բայց ուրչելով իրերից չկա եւ այսօրվա մասնագետները ասում են որտեղից են հայրը վերցրել այս տեքստը բայց ամենահին վկայությունը որ Պապիաս անունով հին եկեղեցու հայրերից մեկն է որ մահացել է 130 թվականին կարծում եմ 70-ից 130 թիվ այսինքն ուղիղ առաքելական շրջան ինքը այդ վկայությունն է տալիս որ Հուդան ուրչելով պատռվեց ամենաառաջին վկայությունը Հուդայի այստեղից է ու մևս մեկ անգամ այնքան եմ ես ուղղակի ուրախանում մեր հայրերի այս նախանձախնդիր աշխատանքի վրա որ ունենալով ամբողջ տեղեկությունը իրանք ընտրել են ամենալավ տեքստերը, ամենալավ վկայությունները ու դրել են բայց այստեղ ես ուզում եմ մի կարևոր բանի մասին խոսել որ անիրավության վարձով գնվեց այդ ագարակը հիշում եք վստահաբար հիշում եք բայց պիտի հիշեցնեմ որ Հուդան այդ գումարները չօգտագործեց խորքի մեջ։ Հուդան այդ գումարը հետ նետեց եւ ուզում եմ այդ տեքստը ընթերցեմ։ Ասում է եւ արծաթ դրամները նետեց տաճարի մեջ եւ հեռացավ ու գնաց ինքն իրեն կախեց։ Իսկ քահանայապետներն արծաթ դրամները վերցնելով ասացին. օրինավոր չէ դրանք ընդունել տաճարի գանձանակի մեջ, քանի որ արյան գին են եւ խորհուրդ անելով դրանով գնեցին բրուտի ագարակը, որպես գերեզման օտարների համար։ Այդ պատճառով այդ ագարակը կոչվել է Արյան ագարակ մինչև այսօր։ Ուրեմն փաստորեն Հուդան այդ փողերը, այդ 30 արծաթը ինքն իրեն չպահեց։ Բայց Աստվածաշունչը ասում է, որ իր անիրավության վարձով է գնված այդ ագարակը, այսինքն ինքն է գնողը։ Եվ ինչու է սա ասում, որովհետև եթե դու համաձայնեցիր այդ կաշառքը վերցնել, դա արդեն դու քո մեղսակցությունը ունեցար ու դա քեզ է վստահում։ Հայրերն ասում են անկախ նրանից դու տվեցիր թե չտվեցիր, եթե հիմնական մեղավոր քայլն ես կատարել, դրա պատիժը պիտի կրես ու զգուշ լինենք դրա համար։ Իսկ մեկ ուրիշ եկեղեցու այր հիշեցնում է իմաստություն Սողոմոնի գիրքը, որ ասում է փաստորեն սա նաև մարգարեության իրականացում էր։ Ինչու եմ այս գիրքը նաև ուզում շեշտել, որովհետև բողոքական աստվածաշունչները ավետարանական, որ այսօր ամենուր են, իրենք չունեն իմաստություն Սողոմոնի գիրքը, հանել են, դուրս են հանել մեջտեղից, բայց այս միտքն է ասում, որ կարծես հենց Հուդայի այս դեպքի մասին է խոսում, ասում է Տերը պիտի պայթեցնի նրանց ուրչած անշշունչ մարմինները հիմքերից պիտի շարժի նրանց, մինչև որ նրանք իսպար խոպան դառնան, տանջվեն ցավերի մեջ եւ պիտի կորչի նրանց հիշատակը իրենց կուտակած մեղքերից տագնապած, նրանք պիտի հասնեն դատաստանի օրվան եւ նրանց գործած անիրավությունները պիտի կշտամբեն նրանց ճակատ առ ճակատ։ Հիմա ինչպես կարող ենք այս կախվելու եւ ուրչելու դեպքը իրար հետ հարմարեցնել։ Այս միտքն անում է Գևորգ Սկևրացի մեծ վարդապետը, որ ասում է, երբ որ Հուդան իրեն կախեց ու մահացավ, որը ժամանակ հետո ուրչեց։
Եվ երբ որ հետո անկավ այդ թելը պատռվեց, ասում ամբողջ այդ իր ներսը դուրս եկավ եւ գարշահոտություն էր պապի ասում երկար ժամանակ։ Այսինքն այդ երկուսը կարելի է իրար հետ համաձայնեցնել, բայց շատ կարեւոր է որ տեքստերը որտեղից են վերցված եւ ինչ են մեզ ուսուցանում։ Եվ շարունակում է առաքյալն ասելով, այս բանը հայտնի եղավ բոլոր նրանց, որոնք Երուսաղեմում են բնակվում, այնպես որ միջև իսկ այն ագարակը կոչվեց իրենց բարբառով Ակեղդամա, այսինքն արյան ագարակ։ Հետաքրքիր է այս արյան ագարակը, որ փորձեցին նկարում գտնել նրանք, ովքեր Երուսաղեմից են կամ եղել են, գիտեն ավելի քան այս ամբողջը, մի հետաքրքիր միտք կա, որ ինչ դուրս եկա, որ այս արյան ագարակը փաստորեն ոչ թե այդքան Հուդայի համար էր, այլ հայրերն ասում են այն հրյաների, ովքեր որ Քրիստոսին խաչեցին, որովհետև ոչ շատ ժամանակ հետո հռոմեացիները ամբողջ Հրեաստանը ու Երուսաղեմը պիտի դարձնեն արյան ագարակ, պիտի տաճարը քանդեն 70 թվականին եւ ամբողջ Հրեաստանը ասում է պիտի դառնա գերեզմանատուն հազարավոր մարդկանց եւ սա կատարվեց նրա համար, որ ոչ միայն Հուդան էր մեղավոր եւ ուրացավ, այլ նաեւ քահանայապետներն ու ամբողջ հրեական բարձրաստիճան ժողովուրդը դասը իրենք էլ նաեւ ուրացան ու դրա համար էլ ինչ որ կարծես թե եղավ մարգարեություն էր, որովհետեւ կատարվեց են ինչ որ իրենք ուրիշի համար Քրիստոսի համար արեցին, բայց իրենց եղավ։ Եվ փաստորեն հենց սա է, որ ամենացավալի բանն այն է, որ քո նաև այստեղ շատ հետաքրքիր միտք են ասում, որ քո աշխատածը ընդհանրապես գերեզմանի համար է։ Շատ հաճախ մեր իրականության մեջ մենք սա եկա, որ մարդիկան ասում են իմ ամբողջ խնայողությունը գնաց գերեզմանի վրա, մանավանդ հիմա գիտենք այստեղ ինչքան թանկ է, ու կուզեինք հաճախ հաստատ, որ այդ վաստակածը գնար ուրիշ բանի վրա, ուրախության վրա, օրհնության վրա, բայց նաև սա էլ է իրականություն ու Երանի այն մարդուն, որ գիտակցի, որ այդ կուտակածն ու վաստակածը կյանքի համար է պետք ու ոչ թե գերեզմանի համար, ինչպես որ եղավ Հուդայի պարագայում։ Ասում է, որովհետև Սաղմոսների գրքում գրված է, թող նրա տունը ավերակ լինի եւ չգտնվի մեկը, որ նրա մեջ բնակվի եւ նրա պաշտոնը թող ուրիշն առնի։ Հետաքրքիր է, այստեղ պաշտոն բառը, որ մենք թարգմանել ենք պաշտոն, խորքի մեջ հունարենով Էպիսկոպե բառն է, այսինքն եպիսկոպոս բառն է։ Եվ այստեղ նաև հստակ, շատ հստակ ընկալում կա, այսօր մի բաշակ ջուր կտաս, որ առաքելական պաշտոնը ինքնին եպիսկոպոսական պաշտոն է։ Եպիսկոպոս, մենք խոսել ենք այս մասին, նշանակում է վերատեսուչ, էպի, վերև, սկոպոյ, տեսնել։ Այսինքն մեկը, որ վերևից դիտում է բոլորին, որ այստեղ հավատքի մասին է խոսքը, որ ճշմարիտ հավատքից չշեղվեն, որովհետև եպիսկոպոս ինքը պարտական է, որ իր համայնքում ճշմարիտ հավատք մնա, ինքն է Աստծո առջև կանգնելու ու վկայություն տալու, ինչ եղավ, այսինքն հովիվն է եւ հոտը պիտի այնպես անի, որ մնա ու չցրվի։ Եվ եպիսկոպոսությունը ինքնին ի սկզբանե առաքյալների պաշտոնն էր։ Ահա թե ինչու, երբ որ հիմա ասում ենք եպիսկոպոս եւ առաքելական հաջորդականություն, անգլերենով apostolic succession, ի նկատի ունենք հենց եպիսկոպոսներին, որովհետեւ առաքյալներն իրենք կոչվեցին եպիսկոպոսներ։ Հիմա այստեղ մի շատ կարևոր դեպք է կատարվում, որ Պետրոս առաքյալը մեջ է բերում երկու սաղմոս, որ ասում էր գրված է, թող նրա տուն ավերակ լինի եւ չգտնվի մեկը, որ նրա մեջ բնակվի, եւ նրա պաշտոնը թող ուրիշն առնի։ Այս շատ կարևոր մի միտք է, որովհետև հիմա պիտի տեսնենք, որ այն ինչ որ հիմա կատարվում է, շատ հետաքրքրորեն այսօր լրիվ տարբեր անկալվում, ինչի նկատի ունեմ։ 2000 տարի առաջ, երբ որ Սաղմոս 68-ը, բողոքականյան 69 կամ Սաղմոս 108-ը, բողոքականյան մոռացել եմ գրել 109-ը, մեջ էր բերվում, եւ եթե առիթ լինի տունը գնացեք ընթերցեք, ամբողջ առաջի իմաստով հրեաների մասին է, Դավիթի մասին է, հրեականության մասին է։ Եվ առաջի դարի հրեաները ուղղակի քրիստոնյաների հետ բանավիճելով ասում էին, որ այս սաղմոսները ոչ Հիսուսի հետ կապ ունեն, ոչ էլ Հուդայի հետ կապ ունեն։ Ինչ եք խոսում։ Սրանք մեր ազգի, մեր մեծերի մասին են խոսում։ Բայց առաջի դարի քրիստոնյաները, օրինակ Սուրբ Պետրոս առաքյալ, ասում էր, որ չէ, սա խորքային իմաստ ունի եւ այստեղ խոսվում է Հիսուսի եւ Հուդայի մասին։ Սա շատ կարեւոր հանգամանք կա։ Ուրեմն հրեաները
ասում էին, որ սա կապ չունի, ինչ Հիսուս, ինչ Հուդա, սա մեր ազգին է վերագրվում, սխալ եք բացատրում։ Պետրոսը եւ առաքյալները, այսինքն ամենաբարձր դիրքում գտնվողներն ասում էին, չէ, դուք ճիշտ չեք հասկանում, սա վերաբերվում էր Հիսուսին եւ իր շրջապատին, այս դեպքում նաեւ Հուդային։ 2000 տարի հետո մեր օրերում լրիվ տարբեր է իրականությունը։ Առաջի դարի հрьяաների նման այսօրվա հрьяաներն էլ ասում են, որ բացարձակ կապ չունի 5 կտակարանյան ձեր ասած համարները Հիսուսի հետ, սրանք մեր ազգին են վերաբերում, բայց արդեն քրիստոնեությունը միահամուռ չի։ Քրիստոնեության մի զգալի հատվածը, որ կոչում ենք ավետարանական կամ բողոքական եկեղեցի, որ մեծ մի քանի 100 միլիոնների է հասնում հետևորդների քանակը, արդեն համամիտ են հрьяաների հետ։ Եվ ասում են, որ այո, սրանք կապ չունեն խորքի մեջ ուղիղ առումով Քրիստոսի հետ, այլ կապ ունեն հрьяաների հետ։ Իսկ ինչու է սա, որովհետև սկսեցին մերժել խորքային այլաբանական մեկնություն եւ ամեն ինչ տառացի են հասկանում, literal, մի բան, որ հрьяաներն են literal ամեն ինչ տառացի հասկանում։ Եվ այս չեն ընկալում, որ քրիստոնեության մեջ շատ հստակ է, կա այլաբանական ու խորքային ընկալում ու կա տառացի ընկալում, բայց իրանք միայն տառացին են ուզում հասկանալ։ Իսկ եթե հрьяայի նման մենակ տառացին ես հասկանում, այնտեղ Քրիստոսին չես տեսնելու։ Հիմա հարց տանք, ո՞րն է ճիշտը։ Տառացի literal ընկալումը, թե նաև այլաբանական ընկալումը։ Ինձ թվում է այս հարցի լավագույն պատասխանը տալիս է Քրիստոս ինքը, որտեղ ասում է Հովաննու 5-ի մեջ, ասում է քննեցեք գրքերը, բնականաբար խոսքը 5 կտակարանյան գրքերի մասին է, որտեղ նոր կտակարանը դեռ չի գրվել, իր հարությունից ու համբարձումից հետո են սկսում գրել։ Քննեցեք, ասում է գրքերը, քանի որ կարծում եք, թե նրանցով հավիտենական կյանք ունեք, հрьяաներին ասում անշուշտ, բայց այդ գրքերն իսկ վկայում են իմ մասին։ Ուրեմն հստեղ Հիսուս կամ սուտ է խոսում, որ բնականաբար քրիստոնյան դա մեծագույն մեղքը կհամարի, Տիրոջը կարծել, որ սուտ էր խոսում, կամ ճիշտ է խոսում։ Իսկ եթե ճիշտ է խոսում Քրիստոս, ուրեմն այս համարները, որոնք որ Պետրոս առաքյալ ու մյուսները վերագրում են Քրիստոսին, սրանց մասին է խոսքը, որտեղ ինքը ասում է ոչ միայն մի տեղ է խոսում, այդ գրքերն իսկ վկայում են իմ մասին, ամբողջ 5 կտակարան ասում է իմ մասին է վկայում, բայց դուք ճիշտ աչքերը չունեք դա տեսնելու։ 2000 տարի հետո էլ հрьяաները ճիշտ աչքերը չունեն դա տեսնելու, բայց փոխանակ քրիստոնյաները բերեին այդ իրականության, հակառակն է լինում, հрьяաներն են քրիստոնյաներին իրենց ուսմունքի հիման վրա տարել այնտեղ, որ այլևս 5 կտակարանում կարծես Քրիստոս էլ չի երևում, որովհետև այլաբանություն չկա։ Իսկ եթե դա չկա, ուրեմն Քրիստոսի այս խոսքերն ես մերժում։ Որտեղ Քրիստոս շատ հստակ ասում է քննեցեք գրքերը եւ այդ գրքերն իսկ վկայում են իմ մասին, որը որ հստակ է։ Ուրեմն ինձ համար շատ հստակ է այս կապույտով գրված հարցը ո՞րն է ճիշտը, ճիշտը առաքյալինն է, որովհետև ես հավատում եմ, որ ինչ որ Քրիստոս ու առաքյալը ասած, իբրև քրիստոնյա, դա է ճիշտը։ Եվ սա շատ կարևոր զատորոշում է, որ մենք պիտի դնենք, որովհետև ինչու է, ուզում եմ մի քիչ էլ փակագից բացեմ, երբ որ ասում ենք դե ամենտեղ էլ Bible study կա, ամենտեղ էլ կարող ենք գնալ, սա ամենասխալ ընկալումն է։ Ու այստեղ կարևոր չի նույնիսկ վայրը, այլ կարևոր է ոչ էլ անձը, շատ կարևոր հանգամանք, անձը կարևոր չի։ Կարևորը թե այդ մեկնության տեղը ինչ աղբյուրներ են օգտագործվում։ Եթե ու սա եկեղեցու մոտեցումն է եղել միշտ, եթե հայրերի գրականության վրա հիմնված չի, ուզում ես եղի ամենաբարձր հոգևորականը, շեղվելու ես։ Պատահական չի, որ մեր մեծագույն սուրբ, ասենք կաթողիկոսներից մեկ օրինակ, Սուրբ Ներսես Շնորհալին, իր մեկնությունները, որ արեց, օրինակ Մատթեոսի մեկնության բաժին, երբեք չասեց, ու ինքը մեծ սուրբ է, տիեզերական մեծ սուրբ է, չասեց, ես հիմա կդնեմ կբացատրեմ ձեզ, այլ հիմնվեց նախկին հայրերի ուսմունքի վրա, Սուրբ Հովան Ոսկեբերանի մեկնության, Սուրբ Գրիգոր Նյուսացու մեկնության եւ մյուս մեծ հայրերի մեկնության վրա։ Ինչու՞։ Որովհետև այդ բառերն էր միշտ ասում, որ ես չեմ եկել առանձին շենք կառուցեմ, ես եկել եմ շենքի վրա մի հարկ դնեմ։ Սա նույնը, եթե ինձ համար եմ ես օրինակ վերցրել, ուրեմն անձը չի կարևոր, նույնիսկ Ներսես Շնորհալի մեծ սուրբի նման, այլ կարևոր է, թե մենք ինչքանով ենք հավատարի, մեզ բարելի եմ օգտագործելու մեր հայրերի ուսմունքին։ Եվ եթե մեկը դուրս է գալիս ու ինքն իրենից է խոսում առանց հայրերի ուսմունքի, ուրեմն դա նախ եւ առաջ սխալ ընկալում է։ Քեզնից չես կարող խոսել, եթե նույնիսկ շնորհալին ես չես կարող խոսել, ու մնաց մեկը, որ բնականաբար այդ հասակը չունի։ Եվ բայց այստեղ ուզում եմ մի հետաքրքիր միտք ասել,
Հիմա գալիս է միտեղ, որ արդեն Հուդային պիտի փոխենք եւ մեկն ասում այն մարդկանցից, որոնք մեզ ուղեկցում էին այն ամբողջ ժամանակ, երբ Հիսուս երկրի վրա մեզ հետ էր, պիտի փոխարինի Հուդային։ Այստեղ մի բան է դուրս գալիս, ու սա էլ բացահայտում է, որ առաջի իսկ շրջանից սկսած Հիսուսի հետ բացի այս 12-ից ուրիշ մարդիկ էլ կային։ Եվ ավելի շատերն էլ կային, որոնք լքեցին ու գնացին։ Սա էլ շատ կարևոր է։ Գիտեք, իմ կյանքում ես մի փոքրիկ կարող եմ սա անցալել, որովհետև ի վերջո միշտ ասում եմ, այն ինչ որ ես իմ համեստ կարողության չափով ուզում եմ անել, դա նմանեցնում է մի ճաշի։ Ասենք մի ճաշի, որտեղ ես փորձում եմ ընտրել այդ ուտեստները, գնում եմ, ընտրում եմ այս, չգիտեմ, ուտեստը, սա փորձում եմ էփել, համեմունքներ դնել, պատրաստել եւ այդ ճաշի պատրաստությունը, այս դեպքում հոգեվոր ճաշի պատրաստությունը միջին հաշվով տևում է 20 ժամ։ Եվ եթե այդ ընթացքում դու ինչ է քո ամբողջ մայրերի օրինակ, որ գնում ես մեկի տուն, ասում է ես եմ պատրաստել, կեր, ոչ թե նրան, որտեվ այդտեղ այդ ջանքն է դրել ու այդտեղ ուզում է որ դու գնահատես ուտելով, երբ որ մարդը չի գալիս այդ ճաշին, հրավիրվում է, չէ, ավետարանն էլ այս ասում է ինձ մերժված համարի, որովհետև ես էս ունեմ կամ ու միշտ պատճառաբանություն կա։ Այս դեպքում դու տխրում ես։ Ու ամեն անգամ հիշում ես, որ Երանի այս մարդը գար, բայց դու գիտակցում ես, որ ինքը քո համար չի գալիս։ Ինքը գալիս է ճաշի համար, որովհետև կարևոր չի ով է պատրաստել, կարևորը ճաշն է։ Այս դեպքում ինչու է սա կարևոր, որովհետև Քրիստոսի հետ շատ շատերն էին, բայց շատերն էլ հեռացան։ Ու եթե Քրիստոսից հեռացան, մենք ով ենք։ Տեսեք ինչ է ասում Հովհաննես 6-ը, որ շատ հայտնի համար է, բայց ուզում եմ հիշեցնել։ Ասում է դրա վրա նրա աշակերտներից շատերը հետ քաշվեցին եւ այլևս նրա հետ չէին շրջում։ Հետ քաշվեցին եւ այլևս նրա հետ չէին շրջում, ոչ թե սովորական մարդիկ, այլ նրա աշակերտներից շատերը։ Հիսուս 12 աշակերտներին ասաց. «Միթե դուք եք ուզում գնալ»։ Սիմոն Պետրոսը նրան պատասխանեց. «Տեր, ում մոտ պիտի գնանք, դու հավիտենական կյանքի խոսքեր ունես»։ Եվ մենք հավատացինք ու ճանաչեցինք, որ դու ես Քրիստոս Աստծո որդին։ Հիսուս նրանց պատասխանեց. «Չէ՞ որ ես եմ ընտրել ձեզ 12-ից եւ ձեզանից մեկը Սատանա է»։ Այստեղ էլ Հուդայի մասին էլի հիշատակություն կա։ Ուրեմն ի՞նչ է դուրս գալիս, որ նորմալ է, որ կան մարդիկ, ովքեր կգան, նույնիսկ աշակերտ կդառնան ու հետո կհեռանան, բայց կորցնողը հեռացողն է, մնացողը, շահողը առաքյալներն են։ Ու իմաստուն էր Պետրոսը, որ ասում էր՝ «Ուր գնանք, դու հավիտենական կյանքի խոսքեր ունես»։ Քրիստոսի խոսքը հավիտենական կյանքի խոսք է, եւ եթե իմաստություն ունես, մնում ես Քրիստոսի խոսքի մեջ։ Եվ այստեղ գալիս է մի ամենակարևոր հարցը. ում էին ուզում ընտրել Հուդայի փոխարեն։ Այստեղ մեր իրականությունը, եկեք պարզ տեսնենք, ում ենք մենք ընտրում, օրինակ ծխականների մեջ, օրինակ տարբեր ծառայությունների մեջ։ Հաճախ հաշվի ենք առնում, օրինակ ինչքան գիտելիք ունի, կարդացած է, սովորած է, բարձրագույն ուսում ունի, կամ ինչքան ճանաչում ունի համայնքում, միգուցե այս շատ հարգի է, շատ ճանաչված է, կամ ինչ ընտանիքից է գալիս, ասենք, հարգի, հարուստ, ոչ, կամ ինչ մասնագիտություն ունի, մեզ պետք է ասենք իրավաբան է, բժիշկ է, այս բոլորից ոչ մի բան չընտրեցին առաքյալները։ Ոչ ընտրեցին ճանաչված լինելը, ոչ պատվելի, ոչ հարուստ ընտանիք, ոչ մասնագիտություն, ոչինչ։ Գիտեք որն էր իրենց համար առաջի առաքինությունը, որը պետքա լիներ այդ criteria-ն, այդ չափանիշը, հավատարմություն, որ սկզբից մինչև վերջ մեր հետ էր։ Սկզբից մինչև վերջ մեր հետ էր։ Ու դա եղավ ամենակարևոր չափանիշը։ Եթե մեկը կա, որ սկզբից մինչև վերջ մեր հետ է, ինքն է արժանի, որ լինի փոխարինողը Հուդայի։ Եվ փաստորեն նման այնձինք կային ու շատ էին, եւ ասում է իրենք ընտրեցին երկուսից։ Բայց այդ սկիզբն ու վերջն էլ է այստեղ ինքը բացատրում ավետարանիչը, թե որոնք են, ասում է սկսած Հովհաննեսի մկրտությունից մինչև այն օրը, երբ մեր միջից երկինք վերացավ, պետք է որ նա մեզ հետ լինի վկա նրա հարության։ Ուրեմն սկիզբը համարում էին մկրտությունը, որտեղ մկրտությամբ սկսեց Քրիստոսի առաքելությունը, այդտեղ էր որ երրորդությունը երևաց, հայրը վկայեց, Սուրբ Հոգին աղավնակել իջավ, իսկ ավարտը երկրային առաքելության համբարձումն է։ Ուրեմն մկրտությունից
միջև համբարձում։ Պարտադիր չէր, որ ծնունդից սկսած լինել, որտեղ ծնունդից սկսած, ինչպես նախորդ անգամ ասեցի, միակ անձը աշխարհում, որ սկզբից ծնունդից միջև համբարձում Քրիստոսի հետ էր, ընդամենը այդ մի անձն էր, դա Աստվածամայրն էր, Մարիամն էր, ուրիշ ոչ ոք։ Եվ բնականաբար այստեղ հաշվի էր առնում, ուրեմն մկրտությունից միջև երկինք վերանալը։ Եվ այստեղ հետաքրքիր է, չէին ասում, որ վկայի օրինակի համար, ասենք, հայրոսի հարությունը, կամ վկայի 5000-ի կերակրումը, կամ էս կամ հրաշքը, կամ էս լեռան քարոզը, այլ ինչն էր կարևոր վկայի հարությունը։ Եվ այստեղ էլ ուրեմն հարությունը քրիստոնյաների համար, առաքյալների համար ամենաբարձր չափանիշն ու գագաթնակետն է։ Ու դրա համար է, որ Պողոս առաջի Կորինթացիցի մեջ հիշեցնեմ, այդ հայտնի համարն է հարության, ամբողջ գլուխը 15-րդ հարության մասին է, որ ասում է, եթե Հիսուս հարություն չի առել, իզուր է մեր քարոզությունը եւ իզուր է ձեր հավատը։ Ուրեմն ամբողջը ամենաբարձրագույն դիրքում գտնվողը Քրիստոսի հարությունն է։ Եվ ինչն է հետաքրքիր, մի բան, որ իրենք ֆիզիկական աչքերով չէին էլ տեսել։ Հավատքի աչքերով տեսան հարությունը։ Այո, հետո Քրիստոս հարուցյալ Քրիստոս եկավ իրենց մոտ, բայց ուզում եմ հիշեցնել նախորդ մեր դասը, եթե համբարձում իրենց աչքերով տեսան, ինչպես Քրիստոս բարձացավ, հարությունը չտեսան, հրեշտակը վկայեց իրենց։ Եվ այդքանով հանդերձ ոչ թե համբարձումը իրենք վկայեցին, որ մեր աչքերով տեսան, որ Քրիստոս երկինք էր բարձրանում եւ ամպը ծածկեց, այլ որ հարության վկա պիտի լինի։ Եվ ինչու էր սա կարևոր։ Կարևոր էր, որպեսզի մարդիկ հստակ իմանան, որ մահվանը հաղթել է Քրիստոս, որ մահը վերջը չի, որտեղ միջև օրս մեզանից շատերի համար, եթե ոչ բոլորիս համար, մահը այսպես ասած, խնդիր է, որ անհաղթահարելի է։ Մահացավ, վերջացավ, ասում ենք ու վերջ։ Մինչդեռ անդադար քրիստոնեությունը խոսում այն մասին, հիշեցնում է Քրիստոսի ավետարանը ուսմունք այն մասին, որ մահը վերջը չի, հարություն է առել Քրիստոս եւ Քրիստոսի հարությամբ մենք էլ ենք հարություն առնելու, եթե իր հետ ենք։ Ահա թե ինչու է Հովհաննես 20-ի մեջ այս միտքն էր ասում Քրիստոս, երբ որ կհիշեք, եկավ փակ դռներով, Թովմասը ներկա չէր եւ Թովմասին ասաց՝ մի եղիր անհավատ, այլ հավատացյալ, մատդ մեծրու վերքիս մեջ ու տես, որ իսկական վերքա։ Ու սա է հենց փաստորեն, ուրեմն հարությունը վկայում ես հավատով, ոչ թե աչքի տեսողությամբ, այլ հավատի տեսողությամբ։ Դրա համար երկրորդ Կորինթացիս 5-ի մեջ առաքյալն ասում է ապրել ոչ թե աչքի տեսածով, այլ հավատով։ Անգլերենով ավելի հետաքրքիր է հնչում, not by sight, but by faith։ Եվ այս միտքը նաև շատերը մեր տանը եղել են Բաքում, մեր պատի վրա էլ է փակցված հաճախ, ոչ ամեն օր, բայց շատ հաճախ ինձ հիշեցնում եմ, որ քրիստոնյայի կյանքը ոչ թե իր աչքի տեսածով պիտի լինի, ինչպես որ ասում է Սուրբ Պողոս առաքյալը, այլ հավատի տեսածով։ Եվ այդ հավատքի աչքերը մեր ինչքան շատ բացենք, այնքան ավելի լավ կկարողանանք հասկանալ։ Եվ այստեղ նաև մեկ ուրիշ միտք են ասում հայրերը, որ խնդիրը Հուդայի մահը չէր, որովհետև շուտով պիտի կարդանք, որ Հակոբոսին հրեաները սպանում են։ Առաջին նահատակ առաքյալն է Հակոբոս Ալփյանը, բայց Հակոբոսի փոխարեն վիճակ չեն գցում, ոչ էլ Հակոբոսին մեկով փոխարինում են։ Ինչու, որովհետև Հակոբոսը վկայելով Քրիստոսին նահատակվեց, մարտիրոսացավ, բայց Հուդային փոխարինեցին, որովհետև Հուդան ոչ թե հավատով ու մարտիրոսությամբ գնաց, այլ Հուդան դավաճանությամբ գնաց եւ այդ տեղը պիտի փակվեր եւ այդ տեղը պիտի լրացվեր։ Ահա թե ինչու այստեղ խնդիրը ոչ թե մահանալն էր, այլ Քրիստոսին վկայել ու միջևերջ Քրիստոսին հավատարիմ մնալ։ Եվ ասում է ներկայացրեցին երկուսին, Հովսեփին, որին Բարսաբա էին կոչում եւ որ վերանվանվեց Հուստոս, ու Մատաթիային։ Այստեղ էլ առաջի եկեղեցու կառավարման դեպքն է, հենց առաջի օրը նկատելի։ Չի ասում Պետրոսը լինելով հեղինակություն, ես ուզում եմ, որ այս ինչը լինի, ասենք Հուդայի տեղը։ Եկեղեցին է ընտրում, ժողովուրդն է ընտրում, երկու հոգի եւ վիճակ են գցում։ Այսինքն միահեծան իշխանություն չկա։ Եվ սա ինչու եմ սա ասում, որովհետեւ եկեղեցին դարեր շարունակ երբեք միահեծան չի եղել։ Ու դրա համար երբ որ խնդիրներ են եղել, լինի ներքին խնդիր, ժողով է գումարվել, ինչպես հայ եկեղեցում բազում ժողովներ ունենք։ Չգիտեմ, հայտնի, Դվինի, Շահաբիվանի եւ այլն։ Կամ ընդհանրապես եթե հիմնական մեծ քրիստոնեական խնդիր էր, լուծում էր տիեզերական ժողովի մեջ, որ ավելի շուտ էր։ Առաքյալներն էլ հիմա պիտի տեսնենք Գործք 15-ում այդ օրինակը մեզ տվեցին լինելով առաջինը։
Բայց երբեք միահեծան իշխանություն չի եղել։ Հետագայում ա, որ Հռոմի Պապն է այս ղեկավարությունը ուզում իրան վերագրել, ու ցավոք սրտի այսօր հաճախ այդ վատ օրինակը նաև մեր մեջ էլ է տարածվում, որովհետև եկեղեցին միշտ հավաքականությունը երբեք անձ չի, ուզում ես Պետրոսը եղի, ով ուզում ես եղի, դու ընդամենը հավաքականության անդամ ես, ու սա շատ կարևոր է, որ մենք հասկանանք։ Հետաքրքիր է, այս անձը 3 անուն ունի կամ տեքստին, ասում է Հովսեփ, որ կոչվում էր Բարսաբա եւ որին վերանվանեցին Հուստոս։ Այստեղ հետաքրքիր է Բարսաբա բառն է, շատ կարևոր, որ Բիդը անգլիացի 8-րդ դարի հեղինակը այս բառի բացատրությունն է տալիս, Բարսաբա բառացի նշանակում է շաբաթի որդի, որտեղ Ս-ն ու Շ-ն եբրայերենում նույն տառն է, եթե մի կողմը կետիկ ես դնում Ս-յա, եթե մի կողմն ես դնում Շ-յա կոչվում։ Համար սաբաթ, շաբաթ, օրինակ արաբերեն սալոմ, եբրայերեն շալոմ, Ս-ն ու Շ-ն նույն տառն է։ Բարսաբա կամ Բարշաբա նշանակում է շաբաթի որդի, եւ ասում է սա խորհրդանշական է, որովհետեւ ասում է այստեղ ինչ է դուրս գալիս, որ փաստորեն շաբաթը պիտի վերջանա, ու այս մարդը, որը որ բերել էր շաբաթի որդին վերանվանվեց, իր անունը փոխեց եւ դարձավ Հուստոս։ Իսկ Հուստոս ավելի հռոմեական կամ հունական անուն էր, այսինքն անձի անվան փոփոխությամբ կերպարն էլ է փոխվում, ցույց տալով, որ քրիստոնեությունը չի մնում մենակ շաբաթի մեջ, այսինքն հրեականության մեջ, այլ արդեն տարածվում ամբողջ աշխարհում, իսկ Հռոմն էր համարվում ամբողջ աշխարհի կենտրոնը։ Եվ դրա համար Հուստոսը լատիներեն անունն էր։ Եվ այստեղ նաև հետաքրքիր մի միտք կա, որ այս մարդու մասին էլ ոչինչ չենք իմանում, ինքը չընտրվեց, հիմա այս մասին կընթերցենք, բայց վկայությունը Պապիասը, որի մասին ես խոսեցի, վկայություն է տալիս, որ հրեաների ավելի շուտ հեթանոսների հետ բանավեճի ժամանակ, երբ որ Քրիստոսի ավետարանն է քարոզում, ասում են հեքիաթ է պատմում, ինչի մասին է խոսքը, թույն խմել եւ չմանալ, Մարկոս 16-ի մեջ ենք սա ընթերցում, եւ ասում է հավատով աղոթք արեց, Տիրոջից խնդրեց ու թույնը ասեց բերեք խմեմ։ Եվ ասում է խմեց ու ոչ մի բան չկատարվեց իր հետ, այսինքն ոչ մի ազդեցություն թույնը իր վրա չթողեց եւ առիթ հանդիսացավ հեթանոսների դարձի գալուն։ Բնականաբար սրանք բացառիկ դեպքեր են, ինչու եմ սա ասում, որովհետև շատ աղանդավորներ այս նույն օրինակն են, վերցնում են օձին, իրենց խայթեսնել են տալիս ու ասում են, տեսեք, մենք անում ենք այն ինչ որ ավետարանն ասում, չի կարելի փորձել Տիրոջը, եւ սա բացառիկ դեպքեր են առաքյալ լինելու արժանի մեկի օրինակով, որ փորձեց Քրիստոսին վկայել նաեւ այս միջոցով, բայց միշտ հայրերը երբեք չեն խրախուսել նման վիճակ, չնայած որ նաեւ վկայություններ կան, որ այս հրաշքները կոնկրետ ոմանց մոտ կատարվել են։ Իսկ Մատաթիայի մասին նորից Աստվածաշնչում գրեթե ոչինչ չունենք, բայց հետաքրքիր ավանդություն կա, որ ասում են Եթովպիա գնաց եւ այնտեղի ուսուցիչը դարձավ, չնայած ավելի շատ հիմա վրացիներն են տարածել են տեսակետը, որ եկավ Վրաստան, մեր հարևան Վրաստան եւ դարձավ Վրաստանի Անդրեասի հետ վրացիների լուսավորիչներից մեկը Մատաթյան։ Եվ իրենք այսպես են սա ասում։ Եվ հիմա տեսեք ինչա կատարվում, ընտրության պահն է, ով պիտի ընտրվի, եւ ասում է եւ աղոթք անելով ասացին Տեր, դու որ գիտես բոլորի սրտերը, ցույց տուր այս երկուսից մեկին, որին ընտրեցիր։ Այս բառը հունարեն եմ գրել, որովհետեւ արևելա հայերենը բառերը ավելացրել ու մի քիչ խճճել է, նախ հունարեն, հետո գրաբար, որ հրաշքա, նույն բառն է։ Ասում է սու կիրիե կարդիոգնոստա պանտոն, գրաբարյան նույն իմաստը, դու Տեր սրտագետ ամենայնի։ Եվ սրտագետ բառը գեղեցիկ բառ է։ Եվ իրապես որ Քրիստոսը սրտերը քննողը, Քրիստոսը սրտերն իմացողը։ Ուրիշ բառ էլ ունենք, այսօր շատ տարածված, կարդիոգրամա կամ կարդիոգրամ են այստեղ ասում։ Նույն հունարեն բառն է սրտի գրություն։ Գնում ենք սրտի, տեսնենք ինչ վիճակ է։ Այսօր դա ավելի տարածված է, բայց խորքի մեջ քրիստոնեության մեջ մյուս բառներ կարդիոգնոստ է, սրտագետ, որովհետև եթե Գևորգ Սկևրացին ասում է մարդիկ դեմքին են նայում ու կարծիք են կազմում դիմացինի մասին, Աստված սրտերին է նայում եւ կարծիքը կազմում է սրտերին նայելու մեջ ու Աստված միակ սրտագետն է, որ գիտի սրտերը, բայց այստեղ ավելի կարևոր բան է կատարվում ժողովուրդ։ Քրիստոս արդեն համբարձվել է եւ կարծես թե կապը գնացել է առաքյալներու իրենց միջև, բայց արի ու տես, որ աղոթում են Քրիստոսին։ Ուշադրություն դարձել եք այս պարագան։
Առաջի եկեղեցին աղոթում է Քրիստոսին, քանի որ վստահ է, որ եկեղեցու մեջ է Քրիստոս, ներկա է Քրիստոս եւ ի Քրիստոս իրենց լսելու է։ Եվ այստեղ հենց նորից առաջի օրինակն ենք տեսնում նրան, որ Քրիստոս, ինչպես որ խոստացավ Մատթեոսի ավետարանում մենք ընթերցում, որ 28-րդ գլխում, եւ ես ձեր հետ եմ մինչև աշխարհի վախճանը, իրենք իրապես դա ապրում են եւ չէին ասում, հիմա կաղոթենք օրինակ Հայր Աստծուն։ Չէ, աղոթում են Քրիստոսին, Տեր, որ դու գիտես բոլորի սրտերը, այսինքն որ Աստված ես, որտեվ Աստված միայն գիտի բոլորի սրտերը։ Ցույց տուր այս երկուսից մեկին, որին դու ընտրեցիր, որտեվ 12-ին էլ ես դու ընտրել, հիմա այս մեկին էլ դու ընտրի։ Ֆիզիկապես մեր հետ չես, բայց դու ընտրելու ես քո հոգով, վիճակագրությամբ, վիճակահանությամբ եւ մենք դա գիտենք։ Եվ սա այդ հետաքրքիր միտքը, որ առաջի վիճակից կամ օրերից մենք տեսնում ենք, որ եկեղեցին մնաց Քրիստոսի ներկայության մեջ ու հավատաց ու միջև որս հավատում է, որ Քրիստոս հարությունից կամ համբարձումից մի քանի օր հետո էլ 2000 տարի հետո էլ միևնույնն է իր եկեղեցու մեջ է եւ ինքն է ուղղորդում իր եկեղեցուն, որտեղ որ եկեղեցին պիտի գնար։ Եվ շարունակում են աղոթքը, որպեսզի առնի վիճակն այն պաշտոնի եւ առաքելության, որից Հուդան ընկավ իր տեղը գնալու համար։ Պաշտոն եւ առաքելություն, սրանք եւ նաեւ կանաչով որ գրում եմ գրափարյանն է, հունարենով դիակոնիաս եւ հետո ապոստոլես։ Ուրեմն երկու կարևոր բառեր կան, որ այսօր մեր եկեղեցու մեջ են. սարկավակություն, դիակոնիա եւ ապոստոլես առաքելականություն։ Ուրեմն հետաքրքիր է, նորից ուզում եմ այստեղ տեսնել, որ բացի նրանից, որ եպիսկոպոսի գործը առաքելությունն էր նաեւ առաքյալի առաքելություն, այսինքն այլ խոսքերով առաքյալները եպիսկոպոսական պաշտոն ունեին, առաքյալները նաև սարկավակական պաշտոն ունեին։ Ինչու եմ սա ասում, որովհետև ցավոք սրտի մանավանդ վերջի շրջանում մեջ շատ հիերարխիա կա, աստիճանակարգություն կա։ Եթե մեկը մի քիչ ավելի բարձր կարգ ունի, իրեն շատ ավելի խելացի է կարծում, որին հակառակ կարա լինի, որ մեկը օրինակի համար պարզ սարկավակ լինի, բայց բավական ընթերցած լինի։ Ինչպես որ ունենք սարկավակ աստվածաբաններ մեր եկեղեցու պատմության մեջ։ Ուրեմն դրա համար այն, որ այո, առաքյալները եպիսկոպոսական պաշտոն ունեին ու տեքստը մեզ ցույց է տալիս, նաև նույն տեքստը մեզ ցույց է տալիս, որ առաքյալները նաև սարկավակական պաշտոն ունեն։ Եվ սարկավակությունը ինքնին մեծ պաշտոն է, որը որ խոնարհության ու ծառայության պաշտոնն է, մի բան, որ ինքը Քրիստոս հաստատեց։ Եվ վերջին ընթրիքի ոտն լվայի դեպքը հենց կոնկրետ սպասավորության, սարկավակության պաշտոնն էր, որ Տերը կատարեց ու ասաց դուք էլ կանեք, մեկը մյուսի ոտքերը կլվակ, այդ խոնարհության սպասավորությունն է, որ մենք պիտի անենք։ Եվ այստեղ շատ կարևոր է, որ փաստորեն ինչ է նաև կատարվում, որ մեկի պաշտոնը վերցվում է ու տրվում է մեկ ուրիշին։ Ամենացավալի ու դաժան բանն է մեր կյանքում, վստահ եմ մանկությունից մենք դա ապրել ենք, երբ որ դու մի բան ունեիր, բայց արժանի չէիր ու դասատուն օրինակ դպրոցում վերցնում էր, ասում էր հայք սա քեզ էլ, դու արժանի չես, հիմա տալիս եմ, չգիտեմ, Պողոսին կամ Պետրոսին։ Իբրև մանուկ դու քեզ շատ վատ ես զգում ու այդ ժամանակ ես հասկանում արժեքը նրա, ինչ որ դու ունեիր, ասենք դպրոցում, ինչ որ մի պաշտոն ունեիր կամ հանձնառություն էին քեզ տվել ու դու չարեցիր, ծուլացար կամ թեթև նայեցիր ու դասատուն վերցրեց ուրիշին տվեց։ Նույնը էս պարագայում է, երբ որ կորցնում ես քո պաշտոնը ու այս առումով ծառայության պաշտոն, ոչ թե բարձր պաշտոն, ծառայությունը, այն ժամանակ ես հասկանում, թե ինչքան ունեիր, եւ այստեղ նաեւ ցույց է տալիս, որ դու հավիտենական չես քո ծառայության պաշտոնի մեջ։ Եթե Հուդայի նման ընկար, տեղդ մեկ ուրիշն է գալու։ Չկարծես, որ դու միշտ եթե ունես այդ դիրքը, ավելի ճիշտ բառ օգտագործեմ, դիրք ունես, այդ դիրքը հավիտենական է։ Չէ, այդ դիրքը, եթե դու չարաշահեցիր քո դիրքը, փոխվելու է, ինչպես որ եղավ Հուդայի բարակային, բայց ինչու փոխվեց, ինչի այդ բառն է ինքը օգտագործում ավետարան, ինչու անկավ, այսինքն մի բարձրությունից անկավ, որովհետև ինքը իր կյանքով ու իր գործերով արժանի չգտնվեց։ Ու նույնը Հայկինն է, ու նույնը բոլորինս է։ Մենք կարող ենք ընկնել, ես կարող եմ ընկնել, եթե իմ կյանքով ու իմ գործերով արժանի չգտնվեմ։ Ու այստեղ նորից գալիս է առաքյալների գործեր գրքի մեջ գործերի գաղափարը, որ մշտապես նմանվենք առաքյալներին, ոչ թե Հուդային, որը գործով ընկավ, գործի պատճառով ընկավ։ Իսկ ինչու պիտի 12 թիվը վերականգնվեր։ Սա շատ կարևոր է,
Որովհետև դե լավ, Հուդան գնաց 11-ն էլ կարող էին իրենց առաքելությունը շարունակել, պարտադիր էր, որ 12-ը լիներ, այո, պարտադիր էր, գոնե հայրեր այս մասին շատ են խոսում, բայց երկուսը ձեզ հիշեցնեմ։ Առաջինը նրա մասին էր, որ Աստված արդեն իսկ իր ժողովրդի համար 12 առաջնորդ էր ընտրել, Իսրայելի 12 ցեղերը կային 12 անուններով, և նոր եկեղեցին, Աստծո նոր ժողովուրդը, վերջի ուխտը, ամբողջական ուխտը, նոր ուխտը նույն այդ ձևով պիտի շարունակվեր, նոր 12 ցեղերի առաքյալներ, որոնք որ պիտի շարունակեին են հինը և ամբողջացնեին, որովհետև հինը թերի էր։ Ուրեմն այդ Աստծո ժողովրդի գաղափարը թերի կմնար, եթե 12-րդը չընտրվեր, ինչպես որ եղավ, ասենք հին ուխտում, երբ որ տեսանք նորից, ինչպես Իսրայելը ուներ 12 զավակ։ Սա մեկ, բայց երկրորդը հետաքրքիր է ու շատ խորհրդանշական է, որտեղ հաճախ մենք 10 թիվն ենք կարևորում, 10 պատվիրաններ, 10-ը միշտ կարևոր է։ 12-ի վրա այդքան չենք կենտրոնանում, բայց արի ու տես, որ Հովհաննես Ավետարանի 11-րդ գլխում Քրիստոս մի գեղեցիկ միտք ասում, ասում է, չէ՞ որ ցերեկը 12 ժամ ունի։ Եվ այստեղից հայրերը, ավելի շուտ Օգոստինոս Երանելին, եթե գեղեցիկ միտքն են ասում, որ ասում է, Քրիստոսն ինքն իրեն կոչեց լույս։ Ես եմ լույսն աշխարհի, այսինքն ցերեկ։ Եվ ասում է, այդ ցերեկը, որ ինքն է, լույսն է, ունի 12 առաքյալ, 12 ժամ։ Եվ ամեն մեկը ասում է, իր ժամին պիտի լուսավորի, վկայի Քրիստոսի լույսն ու ճշմարտությունը։ Ահա թե ինչու այդ 12-ը պիտի ամբողջանար, որովհետև ցերեկը 11 ժամ չունի, ունի 12 ժամ։ Նույնպես եւ առաքյալները պիտի 12-ը լինեին, որոնցից յուրաքանչյուրին տրված էր նաեւ իրենց ժամով, իրանց չափով վկայել Քրիստոսին ու իր ճշմարտությունը։ Ահա թե ինչու ասում է, պետք է այդ 12-ը ամբողջանար։ Ասում է, եւ նրանք վիճակ գցեցին, վիճակ ելավ Մատաթիային, եւ սա դասվեց 11 առաքյալների հետ։ Այս վիճակ գցելը շատ հետաքրքիր մի իրականություն է, ու սա արդեն 5 կտակարանում ենք մենք նկատում, եւ նույնիսկ նոր կտակարանում Ղուկասի 1-ի մեջ ամենասկզբում ասում էր այն միտքը, որ պաստորեն Զաքարիան, որ Հովհաննես Մկրտիչի հայրն էր, լինելով քահանայապետ, տեքստը հենց նշել եմ, ըստ քահանայության օրենքի վիճակվեց մտնել Տիրոջ տաճարը եւ խնկարկել։ Այսինքն վիճակով էին մտնում Տիրոջ տաճար եւ վիճակով էին խնկարկում։ Եվ սա փաստորեն այն էր, ինչ որ արդեն իսկ կար հին օրենքի մեջ, հին հոգեվորականության մեջ, եւ իրենք շարունակեցին, որտեվ շատ բաներ առաքյալները շարունակեցին, ամեն ինչ չմերժեցին, իրենք չեկան մերժելու հինը, իրենք եկան լրացնելու, ինչպես Քրիստոս ասաց։ Ուրեմն պետք չի ամեն հնի մեջ վատը տեսնել։ Եթե բաներ կային, որոնցից կարող էին սովորել ու օգտագործել նոր ուխտի մեջ, ուրեմն այդպես էլ արեցին։ Եվ այստեղ նաև այս միտքն եմ ասում, որ առաքելական ծառայությունը ամենից բարձրն էր Աստծո աչքին եւ տրվում է նրան, ով իր կյանքով, գործով եւ խոսքով ամբողջ ժամանակ 21-րդ համարի մեջ այս միտքը կար, ամբողջ ժամանակ վկայում է Քրիստոսի ավետարանն ու հարությունը։ Պատկերացրեք, ու այստեղ ուզում եմ Մատաթիայի վիճակը մի բա ես պատկերացնեմ, ինչ էր այս մարդու վիճակը, որ այս պատվին ինքը արժանացավ, ու այդ արժանացնողը ոչ թե Պետրոսն ու մյուս առաքյալներն էին, այլ ինքը Տերն էր։ Որ Մատաթյան, որ առաջի օրվանից Քրիստոսի հետ էր, կողքից գնում էր, ոչ չէր ճանաչվում, մարդկանց կողմից չուներ են պատիվ, ինչ որ ունեին առաքյալները, բայց ինքը շարունակեց գնալ Քրիստոսի հետ կողքից, մեջը լինելով։ Ուներ դժվարություններ բնականաբար, ուներ հոգսեր, ինչպես որ բոլորս, բայց այդ ամեն ինչը թողեց ու գնաց, եւ արի ու տես Տերը ինչպես իրեն վարձատրեց, բարձրացնելով իրեն ամենաբարձր դիրքին, որ առաքելական դիրքն է։ Ու սա էլ մեզ համար լավ օրինակ է, որ երբեմն մենք կարող է մեզ համայնքի մեջ, եկեղեցու մեջ կարևոր դեր չտեսնենք, դիրքի վրա չտեսնենք, տեսնենք, որ ուրիշներն ավելի լավ գիտեն միգուցե, ավելի ակտիվ են ու ավելի շատ են խոսում, ու մենք այնտեղ անկյունում ինչպես մի կերպարներ ենք, բայց կարևորը ոչ թե գիտելիքն է, ինչպես որ ասացի, այլ հավատարմությունը։ Եվ կարող ես գալ, փայլել ինչպես շատ վառ աստղը ու միանգամից խամրել ու գնալ, ու կարող ես աստիճանաբար աստղը ոցավառել, լուսավորել, մնալ մեջը, անդադար մնալ, եւ ի վերջո այդ մնալու հիման վրա նաեւ ինչ անել, արժանանալ ամենաբարձր պատմին, որ ավելի բարձր է, քան Հռոմի պապի կամ կաթողիկոսի տիտղոսը, որովհետեւ առաքյալ լինելը բացառիկ է քրիստոնեության մեջ, ու միշտ մեր հայրերի մոտ սա կա,
Առաքյալները նույնիսկ մարգարեներից առաջ են դրված, առաքյալներ, մարգարեներ, հետո նոր վարդապետներ, մի բան, որ ինքը Սուրբ Պողոս առաքյալի նաև թղթում ենք մենք ընթերցում առաջի Կորինթացիս 12-ի մեջ։ Ահա թե ինչ արեց Մատթեյան իր խոնարհությամբ, որովհետև ամբողջ ժամանակ Քրիստոսի հետ էր եւ Քրիստոս հենց ինքը Քրիստոս իրեն այդ մեծ պատվին արժանացրեց, որից նաև մենք կարող ենք դաս քաղել եւ սովորել։ Այս առաջի գլուխը հենց այս նախադասությամբ ավարտվում է եւ ինչպես որ ամեն անգամ անում ենք, փորձենք բանալի բառերը գտնել։ Նախորդ անգամ անկեղծ ասած ծերացել եմ մի քիչ, չէի հիշում, որ բանալի բառեր պիտի հանեմ։ Այս անգամ հիշեցի, ամենակարևոր բանալի բառը, որ ինչպես ասացի 60 անգամ Սուրբ գրքում, կոնկրետ գործքում նշվում է Սուրբ Հոգին է։ Եվ այստեղ էլ կոնտեքստը ամբողջ Սուրբ Հոգու վրա է։ Եվ հիմա հաջորդ երկրորդ գլուխը, որ ամենահետաքրքիր գլուխն է, որովհետև հոգեգալուստի գլուխն է, նորից Սուրբ Հոգին է լինել։ Ուրեմն Սուրբ Հոգի։ Հետո եղբայրներ գաղափարն է շատ կարևոր։ Հետո Հուդան, ամբողջ տեքստը Հուդայի մասին է, Հուդան իբրև մեզ օրինակ։ Հետո գալիս է պաշտոն գաղափարը։ Թե ինչ է պաշտոն, որ երկու իմաստով դիտվեց, նախ եպիսկոպոսական պաշտոն, երկրորդը սարկավակական պաշտոն։ Երկուսն էլ պաշտոն են, բայց գրաբար բառը ավելի ճիշտ բառ էր, ես մոռացա ասել, կարգ բառն է։ Ու այդտեղ ենք մենք ասում, կարգ, եկեղեցական կարգ։ Արևելահայերենով մենք պաշտոն ենք թարգմանել, բայց գրաբարը կարգ է թարգմանել։ Եվ այստեղ է ուրեմն եպիսկոպոսական կարգ եւ սարկավակական կարգ։ Դրանից հետո անշուշտ նաև առաքելություն բառը կար, առաքելականություն միգուցե այս դեպքում ավելի ճիշտ բառն է, սպասավորություն բառը կա։ Եվ շատ կարևոր էր այստեղ Մատթեյան ինչու ընտրվեց, որովհետև ոչ միայն հավատարիմ էր, այլ ամբողջ ժամանակ հավատարիմ էր ու այս ամբողջ ժամանակը բանալի բառ է նաև։ Մյուսը սրտագետ բառն է, կարդիոգնոստես, որովհետև սրտագիտությունը մի բան է, որ Աստծուն է բնորոշ, բայց երբեմն նաև Աստված մեզ շնորհ է տալիս մարդկանց մի քիչ ավելի խորքից ճանաչելու։ Ոչ թե որ մենք կարողանանք քննել սրտերը, որտեղ դա միայն Աստծուն է բնորոշ, բայց որ մակերեսից մի քիչ խորը գնալ, այսինքն դեմքից մի քիչ ավելի խորը գնալ, որը որ նաև հոգիները զանազանելու շնորհ է կոչում Սուրբ Պողոս առաքյալը Կորինթացիս թղթում։ Սա նաև շատ կարևոր բան է, որ Աստված նաև շնորհում է անձանց, որոնք մի քիչ ավելի խորն են գնում ու դա հաճախ կյանքի ամենակարևոր պահերին քեզ փրկում է փորձանքից կամ դժվարություններից, որտեղ մի քիչ ավելի խորագետ ես, մի քիչ ավելի լավ ես հասկանում Աստծո հետ լինելով ուղղակի, ոչ թե դա քո շնորհն է, որ կարողանաս նաև դա անել։ Սրտագիտության փոքրիկ մի բան է, որ ինչպես ասացի, Սուրբ Պողոս առաքյալը ասում է հոգիները զանազանելու շնորհ։ Եվ վերջում անշուշտ առաքյալ բառներ, որովհետև ամբողջ նպատակը այս կոնտեքստի նոր առաքյալ բերելն էր եւ այդ նոր առաքյալը եղավ եւ եկեղեցին ուրախացավ, ոգևորվեց, որովհետեւ Մատթեյան ինչ արեց, փոխարինեց Հուդային մեկին, որ իր պատճառով, իր արարքների պատճառով, իր հիմարության միգուցե պատճառով, իր ագահության պատճառով, այնտեղ հիմարության, որտեղ չհասկացավ ում ունի, ագահության, որովհետև կարծեց, որ 30 արծաթը շատ ավելի կարևոր է, հետո նաև ամենացավալի բանը, հետո հավատի տկարության եւ հույսի պակասի, որովհետև գնաց ինքն իրեն կախեց, այս ամենի պատճառով զրկվեց Աստծո հետ լինելուց մի բան, որը մենք պիտի հասկանանք ու դասեր քաղենք։ Եվ ինչպես ամեն անգամ նաև անում եմ, վերջում հոգևոր շատ հակերճ վերլուծություն տամ ու փակենք։ Այս հատվածում Սուրբ Գիրքը մեզ հստակ ուսուցանում է, որ կործանվածը պետք է վերականգնվի եւ վերականգնողն ինքն Աստված է, ով երբեմն աշխատում է մարդկանց միջոցով։ Տեսանք, թե ինչպես Սուրբ Հոգին խոսեց Դավիթի միջոցով 5 կտակարանում։ Վերականգնեց առաքելական ամբողջականությունը առաջին քրիստոնյաների միջոցով արդեն նոր կտակարանում։ Զգուշանանք հոգևոր գոռոզությունից եւ չկարծենք, որ մենք ապահովագրված ենք եւ փրկված։ Այլ խոնարհաբար միշտ եւ ամեն պարագայում մնանք Տիրոջ հետ եւ վայելենք նրա ներկայությունը, որպեսզի կարողանանք կատարել քրիստոնյայից սպասված առաքելությունը, վկայել Տիրոջ հարությունը եւ առաջնորդել դեպի Տերը Հիսուս Քրիստոս ամեն ժամ։ Եվ այսքանով ուզում եմ փակել եւ այսօր էլ ուզեցի մեր մեծ Սուրբի, ինչի՞ չէ նաեւ Վանքի Օձունի մեր Սուրբ Աստվածածին եկեղեցու նկարով ամեն անգամ հիշում ենք նաև մեր հայրենիքը, որը որ միշտ մեր սրտերում է ու մեր մտքերում է։ Հիմա պիտի ավարտեմ սա ու